Հայաստանի կառավարությունը հերթական աննախադեպ հռչակված ծրագիրն է առաջարկում բռնի տեղահանված արցախցիներին։ 2026 թվականից մինչև 3 անդամ ունեցող ընտանիքներն ամեն ամիս 10 տարի կստանան 40,000 դրամ։ Որպես բնակվարձի աջակցություն, որպես այլընտրանք բնակարանային ապահովման ծրագրի սերտիֆիկատներին։ Սերտիֆիկատի գումարի չափով են տալիս։ Այսինքն ոչ թե լրացուցիչ նորից ծրագիր է մշակում, այսինքն մարդուն ասնում է իր 4 կամ 5 միլիոնը հավաստագրի, այդ գումարի փոխարեն իրան տրամադրում են աջակցություն։ Ստացվում է, որ այս կամ, այսինքն այս գումարը մի գրպանից տեղափոխել է մի գրպան, հայտարարել որ նայեք, տեսեք, հատկապես այս ընտրությունների ֆոնին բարեփոխումներ է կատարել։ Ըստ Արսեն Թորոսյանի, մինչ օրս արցախցիների միայն 4%-ն է սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել։ Ինչը ըստ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանի խայտառակ ցուցանիշ է։ Այդ ծրագրի ձախողված լինելն նաև փաստում այն վիճակագրությունը հենց իրենց կողմից ներկայացրած, որ 3500-ի կարգի մարդիկ արդեն հավաստագրերը վերցրել են, բայց իրացման տոկոս շատ ցածր է, որտեղ հնարավոր չէ այդ գումարով բնակարան ձեռք բերել։ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարել է, որ զուգահեռ շարունակվելու է բնակարանային ապահովման ծրագիրը, որին կառավարությունը 800 միլիարդ դրամ է հատկացնելու։ Ըստ այդ ծրագրի ընտանիքի յուրաքանչյուր անդամ 3 կամ 4 միլիոն դրամանոց սերտիֆիկատ է ստանում, կախված նրանից, թե որտեղ է գտնվում բնակավայրը։ Օրինակ, եթե 3 հոգանոց ընտանիք է 9 կամ 12 միլիոն դրամ է ստանում, կարող է այդ գումարով տուն գնել Հայաստանում 1 կամ 3 հոգանոց ընտանիքը։ 1-ից 3 հոգուց բաղկացած ընտանիքները ընդհանրապես այս բնակարանային ծրագրում, ինչպես գիտեք, 3 գոտիներ կա, ոչ մի գոտից, նույնիսկ սահմանամերձ համայնքներից հնարավոր չէ այդ գումարներով բնակարան ձեռք բերել։ Հենց այս խնդիրն է հավանաբար պատճառը, որ կառավարությունը բնակարանային ծրագրին զուգահեռ հայտարարել է աջակցության այս ծրագրի մասին, որը նոր ծրագիր չէ ըստ Ապրես Մարգարյանի, այլ միայն այլընտրանք գործող բնակարանային ծրագրին։ 3 միլիոնով 30 ասենք, 6 միլիոնովսկի եսիմ 3 միլիոնից թանկ է հողը։ Ինքը կարա գա 6 միլիոն ես տալիս եմ, 6 միլիոն կարա ինքը գա տուն սարքի, սուտը։ Արցախից միայն անունն է մնացել այս տղամարդուն, Արցախը հիմա բյուրավանում է ապրում մոր հետ։ 60-նանց Ելենան հարազատ Շուշիի կորստից հետո է առողջական խնդիրներ ձեռք բերել։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել է կորսված աշխատանքային գրքույկը վերագտնելու համար։ Հիմա էլ Մասիս է եկել պարզելու 44 տարվա ստաժի դիմաց, ինչու է հիմա 36,000 դրամ թոշակ ստանում։ Ես նեղ երկհարկանի մեծ տուն եմ թողել, անգամ մեծ տղայիս առանձին տուն ուներ, 4 ջերմոց ուներ տղայիս ագարոդմը, մի մեծ ջերմոց էլ իմ ագարոդմը։ Արցախցիների իրավունքները Հայաստանում պաշտպանող մարդիկ կառավարությանն առաջարկել են մինչև 3 հոգանոց ընտանիքներին անշարժ գույքի շուկային համապատասխան գումար տալ։ Նրանց առաջարկը մերժվել է պատճառաբանությամբ, թե այդպես ընտանիքներն արհեստականորեն կտրոհվեն, մեծ ընտանիքները կսկսեն բաժանվել։ Արցախցիները Հայաստանի կառավարության բնակարանային ծրագիրը արտագաղթի ծրագիր են անվանում, ոչ պաշտոնական տվյալներով 2023 թվականին բռնագաղթած 120,000 արցախցիներից մոտ 30,000-ը էլ Հայաստանում չեն ապրում։ Ապրես Մարգարյանը համոզված է, դեկտեմբերից արտագաղթը կրկնակի ավելանալու է։ 40+10 հազարների աջակցության ծրագիրը, որ վերափոխվել է 30,000 դրամի, այն էլ նախատեսված միայն խոցելի խմբերի համար, կստիպի լքել Մայր Հայաստանը։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։